Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք արդեն գարուն է։ Մեր կյանքի ընթացքում մենք անցնում ենք տարբեր ժամանակաշրջաններով, որոնցից որոշներն ավելի բարդ են, քան մյուսները, իսկ որոշները կարող են անգամ լուրջ կասկածներ ծնել մեր ներսում, թե արդյոք երբևէ կրկին գարուն կապրենք մեր կյանքում, թե ոչ։ Սիրելի՛ բարեկամ, կյանքը երբեմն նման է գարնանային մարգագետնի իր ողջ ծաղկունքով։ Այնտեղ լսվում են մեղուների և թիթեռների բզզոցն ու թռչունների դայլայլը։ Կյանքն ասես եռում է այնտեղ։ Սակայն եթե այդ նույն մարգագետնին վերադառնաս մի քանի ամիս անց, կտեսնես, որ ամեն բան անշարժացել է և չորացել արևի կիզիչ ճառագայթների ու չափազանց շոգ եղանակի պատճառով։ Իսկ եթե ևս մի քանի ամիս անց գաս այդ նույն վայրը, օրինակ՝ ձմռանը, ապա կտեսնես, որ նույն մարգագետնի արահետները բոլորովին ամայացել են, և դրա դեղնած մակերեսն ամբողջովին պատվել է սպիտակ ձյան հաստ շերտով։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե կյանքիդ այս հատվածում մի այնպիսի ժամանակաշրջան ես ապրում, որում ամեն բան թվում է մեռած կամ սառած։ Ինչպիսի եղանակի մեջ էլ զգաս քեզ, միշտ հիշի՛ր, որ դու երբեք մենակ չես։ Եթե հավատում ես Տեր Հիսուսին և որոշում ես կայացրել ապրելու Նրա հավատարիմ աշակերտի կյանքով, ապա Տերը հե՛նց քեզ է տվել այս խոստումը՝ «Ես քեզ հետ կլինեմ ամեն օր մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28:20): Եվ Աստված մեծ փափագ ունի քեզ համար, որ քո կյանքում սկսվի այն ժամանակաշրջանը կամ եղանակը, երբ դու կդառնաս պտղաբեր, կզարդարվես բարի պտուղներով Աստծու համար։ Աստծուն և Աստծու Խոսքն ու Նրա կամքը սիրող մարդկանց համար մեծագույն խոստումներ կան Աստվածաշնչում։ Հետևյալ խոսքերը Աստծու փափագն են քեզ համար. «Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան»։ Այսօր աղոթում եմ, որ քո կյանքում կրկին ծաղկաշատ գարուն գա։ Հավատա՝ այն կարող է քեզնից ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա լինել։ Այն հեռվում չէ։ Ինչպես կանաչ մարգագետնի առաջին ծիլերն են աննկատելիորեն դուրս հանում իրենց գլուխները հողի տակից, նույնպես և դու շուտով կվերապրես Տեր Աստծու պարգևած գարունը, եթե որոշես ապրել Նրա կամքին համահունչ կյանքով։ Աստված կամենում է, որ քո կյանքում նոր եղանակ սկսվի։ Սպասի՛ր դրան վստահությամբ և համբերատարությամբ։ Տերը կիսատ չի թողնի քո մեջ սկսած Իր գործը։ Նա անկասկած ավարտին է հասցնելու այն, ինչ սկսել է քո կյանքում։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով՝ Արման Մանուկյան։